Ադրբեջանն ու Իրանը Արցախում մայիսի 18-ից Արաքս 2025 համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Իրանական մեդիայի հրապարակումների համաձայն զորավարժությունների ղեկավարներից Իրանի բրիգադի գեներալ Մոհամմեդ Բաղերին խոսել է զորախաղերի ընթացքի եւ նշանակության մասին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերը Ադրբեջանի տարածք են մտնել Իրանի Արդաբիլ նահանգի Բիլեհ Սավար ցամաքային սահմանային անցակետով զորավարժություններին մասնակցելու համար։ Համատեղ զորավարժությունները նշանակալի քայլ են իրանա-ադրբեջանական ընդհանուր սահմանների երկայնքով անվտանգության ամրապնդման եւ հնարավոր սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ։ Մինչև մայիսի 21-ը ներառյալ անցկացվող զորավարժությունների տեղանքի մասին տեղեկություն չի հրապարակվել։ Հատկանշական է, որ Բաքուն եւ Թեհրանը համատեղ զորավարժակներ էին անցկացրել նաեւ 2024 թվականի նոյեմբերին, իսկ հա այս տարվա ապրիլին Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները Հայաստանի հետ էին համատեղ զորավարժություն անցկացրել յուրաքանչյուրն իր երկրի տարածքում։ Իրան-Ադրբեջան համագործակցությունը լայվում է տարբեր վեկտորներով, սակայն Իրանի հետ իր շփումներում առավել ակտիվ է Ադրբեջանը։ Իրանցի եւ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններից հետո պաշտոնական Թեհրանը հայտարարեց, թե նախագահ Մասուդ Փեզեշքյանը կարող է միջնորդի դեր ստանձնել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում։ Բացի սա, օրերս կրկին Իրան է այցելել Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը, որը հայտարարել է, թե Հայաստանը պետք է սահմանադրորեն վերջ տա Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջներին, որպեսզի կարողանան տարածաշրջանում կայուն խաղաղության հասնել։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով Հայաստանի հետ հարաբերություններն Իրանի համար ռազմավարական եւ անգամ կենսական նշանակություն ունեն։ Հաշվի առնելով այն նոր մարտահրավերները, որ ի հայտ են եկել Հարավային Կովկասում Արցախի բռնազավթումից եւ թուրքական ներկայության ավելացումից հետո, Հայաստանն իր կարեւորությունն Իրանի համար աշխարհաքաղաքական իմաստով ոչ միայն պահպանում է, այլև ավելացրել է։ Ոչ պակաս կարեւոր հանգամանք է նաեւ Իրան-ԵԱՏՄ առևտրային համաձայնագրի ուժի մեջ մտնելը, ինչն Իրանի համար Հայաստանը վերածում է կարեւոր դարպասի դեպի ԵԱՏՄ տարածք։ Ուստի բոլոր բաղադրիչներով, թե աշխարհաքաղաքական, թե անվտանգային, թե տնտեսական Հայաստան-Իրան հարաբերությունները չափազանց կարևոր են։ Թեհրանում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանը ընդգծել էր, որ Իրանը թույլ չի տա թշնամիներին որևէ վնաս հասցնել երկու հարևանների միջև լավ հարաբերություններին։ Այդ շարքում առաջնային վտանգ եւ մարտահրավեր է այսպես կոչված Թյուրանական միջանցքը, որն ադրբեջանական կողմը կոչում է Զանգեզուրյան միջանցք, եւ պարբերաբար սպառնալիքներն այդ միջանցքն ուժով ստանալու մասին։ Թեպետ վերջին շրջանում այդ սպառնալիքները որոշակիորեն թուլացել են, ինչը պայմանավորված է նաեւ աշխարհաքաղաքական իրավիճակով, բայց վտանգը շարունակում է պահպանվել։ Այս իրավիճակում առաջնահերթ խնդիրը Հայաստան-Իրան ցամաքային անվտանգ կապի եւ հայ-իրանական սահմանի անխախտ բնույթն է։ Ուստի իրանական կողմը այս հարցում չափազանց շահագրգիռ է։ Ինչ վերաբերում է Արցախի բռնազավթված տարածքում Ադրբեջանի եւ Իրանի համատեղ Արաքս 2025 զորավարժություններին, Իրանագետը կարծում է, զորավարժություն ասվածը փոքր-ինչ չափազանցված է։ Խոսքն ավելի շատ վերաբերում է սահմանային միջադեպերը կանխելուն։ Հիմա, երբ նաեւ տարածաշրջանում թուրքական ներգրավումն ավելացել է, Իրանի հետ հարաբերությունները ճիշտ կառուցելու դեպքում Հայաստանը կարող է անվտանգության լրացուցիչ բարձիկ ստանալ։ Նրա խոսքով այդ գործընթացը չպետք է արվի ի հաշիվ մեր ավանդական դաշնակցի Ռուսաստանի, այլ որպես լրացում։ Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն էլ նկատում է ադրբեջանա-իրանական համագործակցությունը դրական միտումներ ունի։ Սա ըստ նրա լավ հնարավորություն է Իսլամական Հանրապետության համար խորացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, որն Իրանը տևական ժամանակ փորձում էր իրականացնել, սակայն այդքան էլ չէր հաջողվում Ադրբեջանի հետ առճակատման եւ հաճախակի բնույթ կրող լարվածությունների պատճառով։ Այս պահին Իրանը հնարավորություն է ստացել Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում, հնարավորինս չեզոքացնելով այն վտանգները, որոնք զգում էր տարածաշրջանում։ Խոսքը եւ սահմանային անվտանգության վերաբերյալ Իրանի մտահոգություններին է վերաբերում եւ հայ-ադրբեջանական բանակցություններում ապաշրջափակման հարցերին ու Ադրբեջանի պահանջներին։ Ուստի հնարավորության դեպքում կազմակերպվում է համատեղ զորավարժություն սահմանային անվտանգության ամրապնդման նպատակով, հատկապես որ այդ տեղանքում Ադրբեջանն ու Իրանը նոր են սկսում համատեղ աշխատել։ Ուստի զորավարժությունը կողմերի համար կարևոր է։
Փորձագետի կարծիքով Իրանը հետևողական է լինելու նաև տարածաշրջանում իր միջնորդի դերը զարգացնելու ու հաստատելու հարցում։ Ակնարկվել է նաև Իրано-ադրբեջանական դաշնակցային հարաբերություններ հաստատելու հնարավորության մասին, ինչը կծառայի Իրանի անվտանգությանը առաջին հերթին ու Իրանի շահերին Հարավային Կովկասում, քանի որ Իրանը շարունակում է պնդել, որ տարածաշրջանում միջանցքներ, նաև սահմանների փոփոխություններ չպետք է լինեն։ Հայաստանի հետ կապված կարմիր գծերը վերաբերում են նախ Իրանի անվտանգությանը, հետևաբար այդ մասով պատկերն անփոփոխ է։ Ֆրիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TB News։